Այս պահին 15-ի կապալի պայմանագիրն է կնքված արդեն, այսօր առավոտյան խոսել եմ տարածքային կառավարման նախարարության հետ, որ կառավարության որոշման նախագիծը ֆինանսավորման համար դրվել է շրջանառության մեջ, հավանաբար մոտորերս կներկայացվի կոմիտե։ Սա մեր կողմից եւս հետևողական հսկողության տակ է։ Այսպիսին է վիճակը, պարոն քաղաքապետ, մենք պարոն Կոստանյանի հետ շատ հանգամանալից նայում ենք դեպք առ դեպք։ Չասեմ, որ ամեն ինչ արդարացվում է, բայց պիտի ասեմ, որ որոշ դեպքերում հրապարակումներում քաղաքապետարին վերագրվում է հանիրավի, ոչ տեղին մեղադրանքներ, որը մեր տիրույթից դուրս է, երբեմն առանց ճշտելու իսկությունը, վթարի պատճառը, բայց մենք կարողանում ենք օպերատիվ ձևով դրան արձագանքել յոլաջրի հետ համատեղ գործընկերությամբ, իսկ ամենաառանցքային խնդիրը, եթե որևէ տեղ դժվարանանք, կդիմեմ ձեր աջակցությանը այս գույքային բաժանման խնդիրը վերջնականապես լուծելու։ Պարոն քաղաքապետ, 16 թվականից այս հարցը թափառում է։ Մենք բարբերաբար դիմել ենք, հիմա էլ հետևողական կշարունակենք։ Այսքանը շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Արեյան։ Հիմնականում նաև գոյուղիների հետ կապված խնդիրները վստահորեն ոչ արդարացիորեն իհարկե այս խնդիրների, այսպես ասած, հետևանքների հետ կապված անընդհատ այդ ինֆորմացիայի խեղաթյուրումը կա եւ ես օրինակ վստահ չեմ, որ դա հատուկ չի արվում։ Ես օրինակ վստահ եմ, որ հատուկ է արվում եւ իրականում Երևանի քաղաքապետարանը ցավոք սրտի մեր պատասխանատվության տիրույթը չի։ Պետական գույք է դա։ Ենթադրում եմ այդ մի մասն էլ հանձնված չի Վեոլաջրին եւ ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որը որ տենց ուղիղ մերը չի, մեր ենթակայության տակ չի, մաշված է աննկարագրելի չափով եւ շատ լավ է, որ այս տարի կառավարությունը արդեն որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում, շնորհակալ ենք գործընկերներին, բայց կարծում եմ այդ մեկ անգամյա ծրագիր չպետք է լինի։ Եվ պարոն Հովհաննիսյան, երևի թե տենց հստակ պետք է այդ ձևաչափը ֆիքսենք, ում պատասխանատվությունն է։ Եթե մեր պատասխանատվությունն է, եկեք օրենքով ֆիքսենք դա։ Տեղափոխեն մեր դաշտ, մենք իմանանք, որ սա մեր անելիքն է։ Սկսենք պլանավորել այդպես, որովհետև անընդհատ լավ 2 տարի մենք 14-15 կիլոմետր գոյուղի վերականգնեցինք։ Ոնց ենք հիմնավորում, որ անում ենք դա։ Հիմա պետք է դա կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև մեր գույքը չի։ Ճիշտ եմ ասում։ Պետական գույք է։ Ճիշտ եմ ասում։ Հիմա խնդրում եմ եկեք այդ ձևաչափը հասկանանք գործընկերների հետ։ Վերջնական հեռանկարում ամեն տարի այս տարվա կեսից ինչ որ գործ չսկսենք անել։ Ամեն մեկը իր պատասխանատվության շրջանակը հստակ ֆիքսի։ Ջրային կոմիտենը խնդրեմ, ջրային կոմիտեին թող ֆինանսավորումը հատկացնեն, անեն իմանանք էսա խնդիրները։ Մենք ենք, եկեք հասկանանք ֆինանսավորման հարցը ոնց ենք լուծում, թեկուզ մենք պլանավորենք, լավ, բայց իմանանք, որ մենք ենք տերը, մենք ենք պատասխանատվություն կրում դրա համար։ Բայց հիմա կա պետական գույք, որը փաստացի ենթադրաբար ջրային կոմիտեի բալանսում է, ինքը տենց տեր չունի, օդում կախված է։ Ու 200 վթար մի շաբաթվա 400 վթար մի շաբաթվա ընթացքում կգնան էլ լրագրողները կամ 1-2 լրագրող, որոնք որ հատուկ հենց դրա վրա ֆիքսված են ենթադրաբար այլ նաև նպատակները, որ ասեն տեսեք քաղաքապետարանի խնդիրը, բայց մինչդեռ քաղաքապետարանի խնդիրը չի։ Քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։ Որովհետև անընդհատ լավ 1-2, 3, 4, 5, 6 քաղաքապետարն է, քաղաքապետարն են։ Վերջը ասելու ենք մենք չենք, Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստած է իրան տենց էշի տեղա դրել, ասում է Քանի քաղաքապետանին մեղադրում են, դա էլի։ Մարաղը մտած հենց, ինքը չի երևում։ Հետո լավ։ Անցնենք հանձնարարականներին։
Հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարական 1 ներկայացնել տեղեկատվություն մայրաքաղաքի վարչական տարածքում հասարակական կարգի պահպանության ծառայության գործառույթների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կազմվել են թվով 630 արձանագրություններ, որից կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակները կազմակերպված կամ պատշաճ կազմակերպված չլինելու վերաբերյալ թվով 79 արձանագրություններ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինությունների իրականացման թվով 55 արձանագրություններ, ավարտված շենքերը կամ շինությունները առանց շահագործման թույլտվության ձևակերպան շահագործելու վերաբերյալ թվով 2 արձանագրություններ, շենքերը եւ շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար թվով 35 արձանագրություններ, ոչ սահմանված վայրում շինարարական աղբի կուտակման վերաբերյալ թվով 5 արձանագրություններ, ոչ սահմանված տեղում առևտրի իրականացման համար թվով 135 արձանագրություններ, ոգելի ձև ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 43 արձանագրություններ, առևտրի եւ հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները եւ բաղնիքները առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո աշխատացնելու համար թվով 55 արձանագրություններ, առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացման վերաբերյալ թվով 2 արձանագրություններ, հեղուկ վառելիքի իրականացման վերաբերյալ թվով 57 արձանագրություններ, առանց թույլտվության խանութներում եւ կրպակներում հեղուկ վառելիքի սեղմած բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու վերաբերյալ թվով 6 արձանագրություններ, հանրային սննդի կազմակերպման եւ իրականացման վերաբերյալ թվով 38 արձանագրություններ, սեզոնային հանրային սննդի կազմակերպման վերաբերյալ թվով 13 արձանագրություններ, սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ընդգրկված օբյեկտները շահագործելու համար թվով 16 արձանագրություններ, առանց համայնքի ղեկավարի իսկ Երևան քաղաքում առանց Երևանի քաղաքապետի համապատասխան թույլտվության հեստապարային ակումբի գործունեություն իրականացնելու համար թվով 4 արձանագրություն, լողությունը կամ գիշերային անդորրը չպահպանելու համար թվով 36 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելու վերաբերյալ կազմվել է թվով 13 արձանագրություն, առևտրի եւ հանրային սննդի եւ կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելու վերաբերյալ թվով 9 արձանագրություն, առևտրի եւ ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելու մասնավորապես 50 միկրոհաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վաճառքի թվով 6 արձանագրություն, վաճառքի ցուցադրված ապրանքատեսականու վրա գնապիտակի բացակայության վերաբերյալ թվով 17 արձանագրություն, վաճառող հացի գնապիտակի վրա մեկ միավոր քաշը եւ դրա շեղումների թույլատրելի չափը չնշելու վերաբերյալ կազմել է թվով 2 արձանագրություն, տնտեսարող սուբյեկտների ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողություն իրականացնող աշխատանքների ընթացքը խոչընդոտելու կամ տեսուչների օրինական պահանջը ու ցուցումները չկատարելու վերաբերյալ թվով 2 արձանագրություն, միաժամանակ տեղեկացնում եմ, որ կազմակերպել է մոտ 6 տոննա տարբեր ապրանքատեսականու արգելավման գործընթացներ, ներկայումս իրականացում են թվով 441 վարչականի իրավախախտման փաստերի կապակցությամբ համապատասխան վարչարություններ, տեղեկացնում եմ նաև, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել եւ իրականացվել են թվով 17 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, որից 7-ը ծառայության նախաձեռնությամբ, թվով 10-ը աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության հետ համատեղ, թվով 1-ը Մարացիա Սեբաստիա վարչական շրջանի հետ, թվով 1-ը Աչափնյակ վարչական շրջանի հետ եւ թվով 2-ը Կենտրոն վարչական շրջանի հետ։ Անցկացնելով համատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 16-ով, իսկ արգելված ապրանքատեսականու քանակը ավելացել է 3 տոննայով։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Հասարակական կարգի պահպանության ծառայությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական 3 ներկայացնել տեղեկատվություն մայրաքաղաքի վարչական տարածքում ապօրինի կրպակների ապամոնտաժման, ինքնակամ տեղադրված գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատված